Մենք մեր գաղտնի պլանը ունենք, խոմ չեմ բացելու։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Փաշինյանին հեռացնելու պլանը, Ինչպես եք կոնկրետ, շատ հեշտ։ Դատական նիստից առաջ այսպես ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն արձագանքեց լուրերի հարցին, թե արդյոք հանդիպումներ ունեցել է ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ։ Ինչ որ ուժերի առաջնորդների հետ ունեցել եմ։ Թե չեմ կարող ձեզ ասել։ Կարապետյանը նշեց, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի ունեցել։ Հարցին միասնական ընդդիմության առաջնորդն ինքն է լինելու, թե Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանեց. Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնել չվերցնելուն, ապա Կարապետյանը նշեց, եթե նման որոշում կայացնեն, անպայման կհայտարարեն։ Կարապետյանի խոսքով իրենց ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է եւ չի ցանկանում, որ դաշինքը վերցնի մանդատները, իսկ 60%-ը հակառակ կարծիքն ունի։ Արդյոք լսելու են մեծամասնությանը։ Իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Ուժեղ Հայաստան դաշինքը սպասում է սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո որոշում կկայացնեն հետագա քայլերի վերաբերյալ։ Ճեպազրույցը շարունակվեց նաև դատական նիստից հետո։ Կարապետյանին հարցրին, ինչու հունիսի 8-ին արժանտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո դաշինքն իր համակիրներին կոչ չարեց դուրս գալ փողոց։ Բայց ինչ գիտեք չեն գեներացում։ Գեներացնելը դա ժամանակի հետ է կախված։ Կգեներացնենք մի օր դուրս կգա։ Անդրադառնալով ենթադրյալ ընտրակաշառքի հերթական ձայնագրությանը, որտեղ հիշատակվում է իր անունը, Կարապետյանը պատասխանեց. Կարևորը ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չի։ Լրագրողի դիտարկմանը, թե ձայնագրությունում Գեղամ անունով անձը պնդում է, որ Կարապետյանը գումար է բաժանելու, նա արձագանքեց, որ նախ պետք է պարզել, թե ով է այդ Գեղամը։ Դե ուրա, գտեք բերեք Գեղամը։ Պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ իր հայտարարությանը, Կարապետյանը նշեց, գործնական փուլում են։ Նրան խնդրեցին հստակեցնել, ինչ գործնական փուլի մասին է խոսքը։ Պատասխանեմ Վարդևանյան, թե չէ։ Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողի, ես գնամ ամենակիչը այդ դեսպանատները, դիմում, եթե ես Վարդևանյանին դիմում գրել եմ։ Հիմա Վարդևանյանը դրանով ինչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։ Քաղաքական հայտարարություն եմ արել, ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք։ Հարցին քաղաքացիությունից հրաժարվելը պայմանավորված է բացառապես վարչապետ դառնալու հեռանկարով, եթե վարչապետ չդառնա, ապա չի հրաժարվի Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացիությունից։ Միգուցե սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ Դուք հրաժարվեք, շարունակեք հրաժարվել, որ գաստա, դենց էլ կլինի։ Լրագրողները հիշեցրին, որ իրեն աջակցություն է հայտնել ռուսական կողմը։ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի ռուսամետ ուժերը հնարավորություն ունենան մասնակցել ազգային ժողովի ընտրությանը։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ է ասել։ Ում նկատի ունեցել։ Քանի հոգու գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաև Ռուսաստանի անձնագիր ունեն, պարոն Կարապետյան։ Միայն մեր կուսակցությունից երևի մի 20 հոգի ունեն։ Ռուսական անձնագիր, եւ նրանք թեկնածուներ էին։ Ոչ։ Ես էլ թեկնածու չեմ։ Նշենք նաև, որ հակակոռուպցիոն դատարանում քննվեց եւ անփոփոխ մնաց Սամվել Կարապետյանի հետ նույն գործով անցնող մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խապանման միջոցը, բայց վարչական հսկողության պայմաններում փոփոխություն կատարվեց։ Պրոբացիայի ծառայություն այցելությունը սահմանելով շաբաթական 1 անգամ, նախկին 3-ի փոխարեն։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։